Ուզում էի հասկանալ բեռնատարները, որոնք Լարսի անցակետում երկար ժամանակ չէին կարողանում անցնել հայկական կոնյակով բեռնված եւ տարբեր իրերով ու գնացել էին դեսպանատների առաջային քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիները հավաքներ կազմակերպում, բողոքում, տարբեր ատյաններ, հիմա սրբի դռներ եւ տարբեր գործողություններ իրականացնում, բայց արդյունք չկա։ Կուզենայի այս մասով մեզ տեղեկություն տաք, ինչպես է հանգուցալուծվել, եթե արդյոք հանգուցալուծվել է։ Ընտրեմ բան փոխանցած նախագծի հետ կապ չունի, բայց կարևոր թեմա է։ Շնորհակալ եմ, կարևոր թեման է։ Լավ հարց է, էլի շնորհակալություն հարցի համար, հնարավորություն տվեցիք թվերը ներկայացնել։ Ձեր թույլտվությամբ նաև Ծիրանը ներկայացնեմ, որովհետև Ծիրանի մասով էլ ուրեմն հարցեր երկար ժամանակ կար։ Ուրեմն հունիսի 1-ից հուլիսի 1 այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից դուրս է եկել 1354 բեռնատար Ծիրանով, Ռուսաստանի Դաշնության տարածքը անցել է 1023-ը, ուրեմն 1023-ը, մնացածը ուրեմն 302-ը ճանապարհին են, 302-ը, 36-ը հետ են վերադարձվել, որում հունիսի սկզբին, դրանից հետո մենք հետ վերադարձ չունենք, կարող եմ նույնիսկ ասել, թե ինչու են հետ վերադարձրել, այս 36 բեռնատարները եղել են հիմնականում կեղծ փաստաթղթերով, Ռուսաստանի Դաշնության օրենքներին չհամապատասխանող փաստաթղթերով, հետո աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ եւ հասկացել են, որ այդպիսի բան չի կարող անել եւ այդպիսի դեպք չեն ունեցել, նվազագույնը վերջի 20 օրում հետ վերադարձված մեքենա չի եղել։ Կրկնում եմ 1023 մեքենա արդեն Ռուսաստանի Դաշնություն մտել է, ուրեմն 302-ը ճանապարհին են, միայն 366 մեքենա Հայաստանից դուրս է եկել։ Իմջալուց Ծիրանի մասով շատ մեծ արտահանում ունենք, բերքն էլ է այս տարի շատ։ Հիմա կոնյակի, ուրեմն կոնյակի մասով այսպիսի ուրեմն իրավիճակ մենք ունենք հունիս ամսվա ընթացքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած մեքենաներից 122-ը մտել է Ռուսաստանի Դաշնություն, որից 10-ը միայն 10-ը 3 է մտել, դրանից առաջ եւս 10-ը, այսինքն հիմնականում պետք է նշել, որ այս 122-ից 80-ից ավելը վերջին օրերին են անցել, երբ մեր համատեղ աշխատանքի արդյունքում վրացական կողմի հետ որոշակի մեխանիզմով դուրս են գալի։ Ինձ օպերատիվ քիչ առաջ նաև գործընկերս Վրաստանի Դաշնությունից գրեց, որ եւս 12 մեքենա Գեզի մաքսային կետից դուրս են մնալու եւ մի այսպիսի հետաքրքիր ինֆորմացիա էլ տամ, եթե մի շաբաթ առաջ օրինակ ուրեմն կարող ենք ասել, որ Երևանի կոնյակի գործարանը ունի, ասենք, բազմաթիվ մեքենաներ, որոնք 1 ամիս 45 օր, 2 ամիս է այնտեղ են, այսօրվա դրությամբ խոսել եմ կոնյակի գործարանի ղեկավարության հետ, ասեցին ամենաշատ մեքենա, ամենահին մեքենան, որ այնտեղ է 5 օր, այս պահին։ Պրոշյանի կոնյակի գործարանում, եթե 2 ամսվա 48 օրվա կար կուտակվածություն, ապա այսօրվա դրությամբ 14 օր է եւ ուրեմն 3 մեքենա մինչև այսօր առավոտ պետք է բաներ ավել ահագին ժամկետ կար, օրինակ Նոյի դեպքում Երևանի կոնյակի գինու օղու կոմբինատ այդպես է կոչվում, բայց իրենց այդ ամենահին մեքենաները կարծեմ 7 մեքենա այսօր բաց թողնվեց եւ մնացել է այնտեղ ամենահինը 18-19 օր։ Ես սա ինչի եմ այսպես մանրամասն, որովհետեւ բոլոր մեքենաների համարներով բոլոր տնտեսվարողների խնդիրներով, մեջը ինչ ապրանք կա, ինչն է լավ, ինչն է վատ, ինչ խնդիրներ կա, խորը մանրամասն տիրապետում ենք, որովհետև դարձել է իր ամեն օրվա ռեժիմով դա իրենց բան է, արտահանման բաժնի աշխատողն ենք դարձել, որից չենք դժգոհում, որովհետև մեր տնտեսվարողներն օգնում ենք դուրս գա այդ խնդիրն է, ինչպես է լուծվել, եթե այսպես ասեմ, եթե ասենք, որ ամբողջովին հանգուցալուծվել է հարցը, ոչ, կա որոշակի տրամաբանություն, որը մեր բիզնեսի համար այս պահին քիչ թե շատ ընդունելի է, ամբողջ խնդիրն է, այսինքն այդ փորձակնությունների մեխանիզմն է, ամբողջ խնդիրն է անում է, որ փորձում ենք արագացված ռեժիմով այդ փորձակնությունները իրականացնենք, որովհետև նախկինում եթե տևում էր ամիս ու կես, հիմա տևում է 15 օր, ուզում ենք դարձնենք դա 7 օր, որպեսզի այդ process-ը արագ գնա եւ հետո ի վերջո հիմա զուգահեռ այդ կարողությունը Հայաստանում ենք ձևավորում, ուզում եմ նշեմ, որ հենց այս օրերին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան
Հայաստան են եկել մասնագետներ, ովքեր վերապատրաստում են մեր մասնագետներին, ամբողջ սարքավորումները էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերել։ Առաջի փուլը ավարտում ենք արդեն 1-2 օրից, որից հետո հուլիս ամսվա մեջ կամ օգոստոսի սկզբին երկրորդ փուլն է տեղ ունենալու, արդեն մերոնք են գնում Մոսկվա, այնտեղ վերապատրաստվում, որից հետո լաբորատորիան ՍԱՏՄ-ի HBLCK լաբորատորիան դիմում է արդեն հավատարմագրման ազգային մարմին էկոնոմիկայի նախարարություն հավատարմագրվում է եւ արդեն սեպտեմբերից հույս ունենք այդ գործառույթը մենք անենք, այսինքն ստեղ այդ 3 իզոտոպները ստեղ ստուգենք, ինչ է նշանակում այդ 3 իզոտոպը, դա մի ուրեմն կոնյակի սպիրտը ունի այդ ունիկալ 3 իզոտոպ, որ եթե ինքը ունի, ուրեմն ինքը սպիրտը խաղողից է, եթե չէ, օրինակ ծորենից ենթադրենք, այդ իզոտոպները եթե ստուգում ենք, ուրեմն համապատասխանությունը արդեն վրացական կողմը կարող է չկանգնեցնել, միանգամից կգնա դեպի ուրեմն Ռուսաստանի Դաշնություն կամ նշանակման այլ վայրեր, ենթադրենք Բելորուս կամ այլ երկիր, եթե ուղղորդվում է։ Արձագանքը մեկ խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապյան, մենք խոսեցինք հետևանքների մասին, դուք հետևանքների մասին խոսեցիք կոնյակի հետ կապված։ Ես ուզում եմ հիմնական պատճառը, որովհետև մենք այդպես էլ չենք հասկանում, ինչն է խնդիր եղել, որ այդքան երկար ձգձգումներ եղան ու կարելի ասել, որ Հայաստանի քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարվեցին։ Սա առաջին։ Երկրորդ, 122-ը մտել են Ռուսաստանի Դաշնություն, 13, 12-ը եւ այլն։ Քանի հատ է մնացել, քանի մեքենա է մնացել այս պահին, որ չեն մտել։